Դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում, արժևում են ընտրություններ, այս օրերին արդեն որոշակի առումով ահազանգեր կան, որ տարբեր վայրերից բերում են քաղաքացիների գրանցում, Գյումրիում, չգիտեմ որքանով եք ծանոթ այդ հայտարարությունների, Հնդկաստանի քաղաքացիներ ախրքալակից, եւ նաեւ այնուամենայնիվ ոստիկանությունը ապաքաղաքական է, թե հաշվի առնելով այն, որ դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնելու, իրենք եւս որոշակի առումով քաղաքականացնում են, եւ նաեւ այդ ցուցակների անճշտությունների եւ ահազանգերի վերաբերյալ։ Նախ առաջինը, թեև իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է, բայց կա շատ հստակ դերաբաշխում ներքին գործերի նախարարի եւ ոստիկանության աշխատանքի մասով եւ ոստիկանությունը շարունակում եւ շարունակելու է իրականացնել ապաքաղաքական գործունեություն։ Եվ ընտրացուցակների մասով ես պիտի ասեմ, որ արդեն ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքեջում նախնական ցուցակները հրապարակված են եւ այս նախընտրական ցուցակների մասով, որպեսզի կարողանայինք հստակեցնել, հասկանալու կա օրինակ անճշտություններ տվյալներում, կան օրինակ մահացածներ, որոնք դեռևս շարունակում են մնալ ցուցակներում, համայնքային ոստիկանության օժանդակությամբ միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը վերջնականացրել է այս ցուցակները եւ արդեն դրանք հանրային տիրույթում հասանելի տվյալներ են եւ հնդածս եթե մեր քաղաքացիները նկատեն տվյալների հետ կապված որոշակի անճշտություններ կամ լրացուցիչ ցուցակներ գրավելու հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ըստ ընտրական օրենսգրքի այս կանոնները աշխատում են, խնդիր չկա։ Քաղաքացիները, ախրքալակիցները օրինակ հայտնվեն Գյումրիում, կընտրեն եւ կգնան։ Ես անկեղծ ասած թեման, երբ որ ինձ հայտնի դարձավ, որ մեդիա դաշտում շրջանառվում է այդ թեման, շատ անակնկալ էր, որովհետեւ առնվազն օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի ունենան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքյարում դա չի տալու անձին հնարավորություն մասնակցելու մարտի վերջին ընթացող ընտրություններին, որովհետև անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը որ նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։ Եթե անձիկ տվյալ ժամկետից առաջ են գրանցվել եւ շարունակում են այնտեղ բնակություն հաստատել, բնականաբար ըստ օրենքի տվյալ անձիկ ունեն ընտրական իրավունք։ Այս մասով նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել է եւ եթե լինեն համանման ահազանգեր, խնդրում եմ ուղղորդել նախարարություն, մենք բացառությունները կտանք։ Շնորհակալություն։